Ում է պատկանում Հովանավանքը։ Ես կպատմեմ Թարաթում գյուղի Սուրբ Հովանես վանքի մասին, որը կառուցվել է 1890 թվականներին մեր Թարաթում գյուղացիների նախապապերի միջոցով։ Հետո կոմունիստների ժամանակ դարձել է այդ վանքը որպես պահեստ։ Վերջի տարիներին կոմունիստների մեր վանքի շենքը արդեն կիսաքանդված վիճակում էր։ 1997 թվականին աղբերս դարձավ գյուղի համայնքապետ, ես Ռուսաստանից իրան օգնեցի գումարով, պայմանավորվեցինք, որ եկեղեցին վերակառուցենք, վերանորոգենք։ Ինքը լավ զբաղվեց, գյուղացիների հետ միասին վերանորոգեցին։ 1999 թվականին մեծ մասշտաբի բացում կատարեցինք, Էջմիածինից եկել էին շատ եկեղեցականներ, հեռուստացույցի 5 կանալ էին եկել Երևանից։ 25 տարի, 26 տարի եկեղեցին միշտ պաշտպանել են մեր գյուղացիները, ինչ-որ բանով ես էլի եմ օգնել, վերջի տարիներին էլի մի թեթև վերանորոգում կատարեցինք, նոր խաչ դրեցինք, նոր զանգ դրեցինք, մեջը քաղաքին փոփոխություններ կատարեցինք, արդեն քանի տարի ծառայություն է կատարում քահանա Տեր Հովանեսը, ուրիշ քաղաքներից գալիս են, շատ են հաճախում մեր եկեղեցին, մեր գյուղացիները մեծ սիրով օգտագործում են, հաճախում են։ Հիմա եկեղեցին գտնվում է օրինականորեն Մայրաթորի իրավունքի տակ, բայց եթե հանկարծ նման հարց առաջանա ինչպես Հովանավանքում, Թարաթումբի եկեղեցի Սուրբ Հովանեսը նույնը դառնա ում է պատկանում ու ոնց պետք է այդ հարցը լուծվի։ Իհարկե իրան տրամադրել են բարերարները, գյուղացիները, մեր հայերը կառուցել են, վերանորոգել են, օգնել են ու տվել են օրինականորեն Մայրաթորի տրամադրության տակ։ Ու եթե հարց առաջանա վաղ մյուս օր Թարաթումբի եկեղեցին ում է պատկանում, իհարկե պատկանում է գյուղացիներին, թարաթումցիներին, այնտեղ Մայրաթորը ոչ մի իրավունք չունի։ Այնպես որ Հովանավանքի եկեղեցին էդի Հովանավանքի ժողովրդին է պատկանում, ու Մայրաթորը այնտեղ ոչ մի իրավունք այսօր չպետք է ունենա։